Մենք պետք է Վայոց ձորը սարքենք Հայաստանի գինեգործական տուրիստական կենտրոններից մեկը։ Նարեկ Կարապետյանի հենց այս խոսքերը ՔՊԱ-ական իշխանության մոտ մեծ իրարանցում առաջացրին։ Փաշինյանի թիմակիցները մեկը մյուսին հերթ չտալով փորձեցին հակադրվել մարզը զարգացնելու Նարեկ Կարապետյանի առաջարկին։ Մենք արտահանում ենք 30, օրինակ, անցած տարի 32 միլիոն դոլարի գինի ենք արտահանել։ Անմասն չմնաց մեր ձևովի թիմը։ Էկոնոմիկայի նախարարի էմոցիոնալ ֆոնը շարունակում է անկայուն մնալ։ Առավոտյան ժամերին հարաբերական անդորից հետո ցերեկվա ժամերին նախատոնական սրացումների նոր ալիք է սպասվում։ Գևորգ Պապոյանին հեգնում է Ալեքսան Ալեքսանյանը։ Գևորգ, քեզ փորձեցի բացատրեմ, ոնց որ չես հասկանում, բայց էլի կբացատրեմ։ Լսի, դու էմոցիոնալ, հոգեպես պատրաստ չես նախարար աշխատելու։ Ի վերջո, Վայոց ձորն այսօր գինեգործական կենտրոն է, ինչպես պնդում է պատասխանատու նախարարը, թե հակառակը կոնկրետ թվերով ներկայացնում է Կարապետյանը։ Եկեք տեսնենք, թե ինչ գինեգործական կենտրոն է Վայոց ձորը, որովհետեւ համեմատենք իրական գինեգործական կենտրոնը Պապայանի պատկերացած գինեգործական կենտրոնի հետ, համեմատում ենք Վրաստանի, օրինակ, Կախեթի մարզը Հայաստանի Վայոց ձորի հետ։ Վայոց ձորում հայտնաբերվել է ամենահին գինուտակարները, ընդհանրապես տրադիցիան ամենահիներից է գինեգործության աշխարհում։ Ուրեմն Կախեթի մարզը ամեն տարի արտանում է մոտավորապես 200 միլիոն դոլարի գինի։ Դա իրական գինեգործական կենտրոնն է։ Վայոց ձորի մարզը, պարոն Պապայանի ասած գինեգործական կենտրոնը արտանում է 2-ից 2.5 միլիոն դոլարի գինի։ Եվ ընդհանրապես Հայաստանը Կախեթի մարզից 15 անգամ ավելի քիչ գինի է արտահանում։ Պապոյանի հնչեցրած մեղադրանքներին, թե Նարեկ Կարապետյանը թվերը ճիշտ չի հրապարակել, պատասխանում է տնտեսագետ Աշոտ Ֆարսյանը։ Նախարարին բացատրեք, արտահանված 18 միլիոն դոլար գինու գրեթե 30%-ը պայմանավորված է վերարտահանումով։